Բայց հավատանեմ, եթե դու սենց կարող էիր մանրամասն հասկանալի մարդկային ու պարզ բախի միջև 10-8 մեզ հետ այդպես չես շփվել։ Սերժ Սարգսյանի հարցազրույցը նախընտրական չէր։ Ով բերեց Նիկոլին, այսպես ասած, թեզը տարածող մարդիկ, ովքեր բերել են Նիկոլին կամ նպաստել են առնվազն նրա գալուն, Արեն Կարապետյանի թիմը կամ ինքը զանգում է Ռոբերտ Քոչարյանի թիմին կամ այդ երկրորդ նախագահին, ասում է թարգեք, Փաշինյանը ոնց որ իմ հեռախոսի բուդիլնիկը լիներ, այն որ չես պատասխանում, անջատում ես, ինքը կես ժամը մեկ սկսում է ծնգալ։ Եթե այդքան զինված են, խեք վախենում պատերազմից։ Ամեն առաջատար ընդդիմադիր ուժը խորհրդարանում չի։ Եթե մեր պլյուսը, մեր ուժեղությունը ձեզ օգուտ է, մեր օբշի գործին օգուտ է, խիեք մեզ կրծում։ Մենք չենք ուզում post 2026 Մենք ուզում ենք post Նիկոլ։ Տո ավելի լավ չէր քեզ կապեին թոքով, քան կապատ կդրած գնացել ես գորշ գայլերի անտառներից տուն չես գալի։ Դաժե եթե Նիկոլի անալոգիան են վերցնում։ Ով նորոշվի ռուսները ծախել են, հանձնել են Արցախը, թե ռուսները ուզում էին Արցախը թոք պահեն մեր վզին։ Սերժ Սարգսյանը ասել է նրան, որ Նիկոլի Facebook-յան սիրտը ինֆարկտ է ստացել։ Սերժ Սարգսյանը Նիկոլին վերադարձրել է մեղադրյալի աթոռ իր հարցազրույցով։ Սերժ Սարգսյանի 7 ժամանոց հարցազրույցը դեռ շարունակվում է քննարկվել եւ ընդդիմությունը եւ իշխանությունը։ Բնականաբար հակադիր տոնայնությամբ ու մեկնաբանություններով։ Բարև ձեզ, ես Արկադի Գրիգորյանն եմ, Կիզակետում այսօր։ Կային արդյոք տողատակեր այդ հարցազրույցում եւ ինչ կար այդ տողատակերում։ Ու ամենակարևորը, ովքեր էին այդ տողատակերի հասցեատերերը։ Հայաստանի Հանրապետական Կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյան, բարի գալուս Կիզակետ։ Շնորհակալ եմ ժամանակ գտնելու համար, պարոն Աշոտյան, եւ այսպես քաղաքագիտական դաշտում հատկապես տեսակետ ու տպավորություն կա։ Չթաքցնեմ նաև ինձ մոտ կա այդ տեսակետը, տպավորությունը, որ երրորդ նախագահის հարցազրույցում հնչած մեսիջների զգալի հատվածը ոչ թե լայն հանրությանը, էլեկտորատին էր ուղված, այլ կոնկրետ շրջանակների երկրի ներսում էլ, դրսում էլ, ընդ որում ներսում ասելով բոլոր ճամբարները ներկայացնող շրջանակների։ Այդպես է թե ոչ, դուք ինչ եք կարծում, եւ եթե այո, այդպես է, ովքեր էին հասցեատերերը եւ որոնք էին հենց այդ հիմնական մեսիջները, որոնք ուղղված էին այդ հասցեատերերին։ Հրավերի համար շնորհակալ եմ։ Ձեր ներածական խոսքի մեջ ասացիք, որ թե ընդդիմությունն է քննարկում, թե իշխանությունը եւ հակադիր տեսակետներով, ցավոք այդպես չէ։ Ընդդիմության ներսում կան մարդիկ, որոնք աֆիլիացված են երկրորդ նախագահի քարոզչական թիմի հետ, որոնք նույն ձևով են քննարկում այդ հարցազրույցը, ինչպես ԿՊՆ-ն է անում։ Այսինքն ոչ ամբողջ ընդդիմադիր դաշտում է այդպես ոչ։ Եթե ԿՊ-ի պարագայում պարզ է այն կներեք բարիս համար, բայց տեղեկատվական ոռնոցը, որ ընկել էր հենց այդ օրը առավոտվանից Նիկոլ Փաշինյանի կատարումից սկսած առ այսօր, ապա մեր ընդդիմադիր գործընկերների կողմից այդ նեղմիտ մանիպուլատիվ իրենց պատիվ չբերող մոտեցումները թողում եմ իրենց խղճին։ Համենայն դեպս 3 երկրորդ նախագահի հարցազրույցներ ոչ մի հանրապետական իրեն թույլ չի տվել որևէ անգամ տենց իսկ այնտեղ վստահեցնում եմ ձեզ շատ բան կար ասելու, բայց մենք մեզ թույլ չենք տվել հարգելով եւ գործընկերային հարաբերությունները եւ ցույց տալով քաղաքական մշակույթ, այսինքն եթե իրենց թվում է որ իրենց առաջնորդի հարցազրույցների վրա տեղ չկա, այսպես ասած գրելու, այն ոճով որ իրանք են գրում մեր մասին, հազարապատիկ տեղ կա էլի գրելու, բայց ինչևէ, սա անցանք։ Սերժ Սարգսյանի այդ 7 ժամանոց տեղեկատվական մարաթոնը սպասված էր, նախագահան վաղուց դեպետ դատարանի շենքի մոտ բարբերաբար բրիֆինգներ է անում եւ պատասխանում է լրագրողների հարցերին, սակայն հենց համակարգված մի կտորով այսպես ասած, բազմաբնույթ ոչ թե ընթացիկ այլ ավելի խորքային խոսքով անդես չէր եկել եւ սպասելի էր, որ դա ոչ թե իրադարձություն է, իրադարձությունները գալիս ու գնում են, այլ այո երկարաժամկետ քաղաքական օրակարգի երևույթ, որովհետև դա այդպես էր եւ հանրապետականը Սերժ Սարգսյանը ակամայից, որովհետև դա չէր նպատակը հարցազրույցի, կտրուկ վերադարձրեց հանրապետականը քաղաքական առաջատարների դաշտ, քաղաքական օրակարգի, դերակատարության, ինչու՞ չէ նաեւ վարկանիշի առումով։ Այսինքն սա այս տեսակետից դա չէր իհարկե նպատակը, դες վստահեցնում եմ, բայց Հենց երեք իր հետ խոսում էի, ասացի նաև մենք այս էֆեկտը ստացանք, ձեր շնորհիվ, թեպետ դա չէր հիմնական նպատակը։
Ես համաձայն չեմ նաև գիտեք այն դիտարկումների հետ, որ հարցազրույցը կուշ քեզ եմ ասում կուլադուլսի տրամաբանության մեջ էր, բացարձակ, այսինքն նախագահը ոչ թե ինչ-որ մարդկանց լսացնելու կամ ակնարկելու խնդիր էր լուծում, առհասարակ իր խոսքը մշտապես եղել է ծալքերով, Սերժ Սարգսյանին, եթե ուզենաս մեղադրես ակնարկներով խոսալու մեջ, միշտ կարող ես դա անել, որովհետև իր խոսքը պրիմիտիվ չի, պարզունակ չի, A կետից B կետ ամենակարճ ճանապարհը ուղիղը չի, հա, այս տարբերակում եւ մարդը հայոց լեզվի մասնագետ է, բանասեր է եւ խոսքի արժեքը գիտի առհասարակ որպես քաղաքական գործիչ եւ խոսքի իմաստը գիտի այս կամ այն նախադասության եւ կոնտեքստի մեջ։ Դա չէր նպատակը։ Ես դες հավաստիացնեմ, հիմնական նպատակը երևի այն էր, ինչը հենց անմիջապես տեսանելի եղավ հասարակական քաղաքացիական արձագանքներում։ Բայց հավատանեմ, եթե դու սենց կարող էիր մանրամասն հասկանալի մարդկային ու պարզ բախի միջև 10-8 մեզ հետ այդպես չես շփվել։ Կային կարծիքներ, եթե այդպես լիներ, կարող է այդպես չլիներ։ Իհարկե, ես կապ չունի այդ ռետրոսպեկտիվ դոկտորականությունը մեզ օգուտ է թե վնաս, ես դա չեմ սիրում, որովհետև դա քաղաքական մանիպուլյացիայի դաշտ է բացում։ Այո, բայց ակնհայտ էր, որ քաղաքացիական մարդկանց սովորական շարքային մարդկանց արձագանք հետևյալն է. վայ քո ցավտանեմ, խի սենց մեր հետ չես խոսել։ Եվ այստեղ գալիս ենք նաև հաստատելու մի այդ մեր սխալներից մեկը, որ մենք ընդունում ենք եւ 18-ի համատեքստում այդ սխալի մասին շատ ենք խոսել, այո, մենք թերագնահատել ենք կոմունիկացիոն մշակույթի փոփոխությունը։ Այսինքն մենք շարունակել ենք ապրել ավանդական քաղաքականության մեջ, իսկ Սերժ Սարգսյանը ավանդական քաղաքական տրադիցիաների կրողն է, այդպես Չերչիլյան, բան, այդպես կաբինետային քաղաքականության։ Եվ ՀՀԿ վերնախավը ժամանակին, այո, չէր ընկալել այդ վեճրպիրի մենը, որ բանա փոխվում, կոմունիկացիայի մեջ բանա փոխվում։ Քաղաքական SMM շիկ չեք ունեցել կամ չեք կիրառել, այսպես ձևակերպեմ, հա, ճիշտ եմ հասկանում դες։ Չէ, ունեցել են երևի, հա, մեր թիմը շատ, բայց այն փաստը, որ Instagram չգիտեմ։ Այն փաստը, որ փոխվել է կոմունիկացիոն մշակույթը եւ մարդիկ այլ տեսակի քաղաքական ձև են սպասում, իսկ մանավանդ եթե ձևը համեմված է բովանդակությամբ, իսկ նախագահի ինտերվյուն կներեք կոնսերվա էր, իրան պետքա բացես, լուծես, կոնցենտրատ էր, դա իրականում այդպես է, դուք դա կարող եք վերագրել իր մասնագիտականին անցած ծանր ուղուն, քաղաքական, իր բանասեր լինելու երևույթին, բայց ինքը այդպես խիտ է խոսում։ Եվ այդ ինտերվյուն բացառիկ էր այն տեսակետից, որ ինքը մաքսիմալ իր համար եւ Հայաստանի քաղաքական դաշտի համար մաքսիմալ անկեղծ էր, այսինքն անկեղծ եղել է միշտ, բայց այդ բառերը երբեք չեն արտացոլել իր այդ բանը զգացողությունները։ Հիմա իրական Սերժ Սարգսյանի եւ հանրային Սերժ Սարգսյանի միջեւ այդ հարցազրույցով այդ անդունդը որոշակի թեր գնահատվածության, թեր հասկացվածության լցվել էր։ Մեր շիշները շատ տարաբնույթ էին, չէ։ Օրինակ 18-ի մասին կներեք ընդհատեմ 2018-ին չարչրկված թեման ով է բերել Նիկոլին, բնականաբար տարածված տեսակետին ծանոթ եք, բերել է կամ առնվազն չի խանգարել եւ այլ, տարբեր վարիացիաներով էր։ Նախագահը ըստ ձեզ կարողացավ այդ առասպելը, միֆը, չգիտեմ, տարածված այդ կարծիքը վերջնականապես հերքել իր բերած մի քանի նաեւ մանրամասներով։ Այդ հավատացնում եմ ձեզ, մենք չէինք որդեգրել հատկապես ինքը պաշտպանական ռազմավարություն, որ գիտես հիմա գնում եմ հարցազրույցի երկար մանրամասն ու սենց մի հատ պոզայով սկսում եմ հարվածներին իմ տեղատարափին պատասխան տալ։ Կոնտրատակայի տրամաբանություն չկար այդտեղ առհասարակ, եթե նկատել եք որևէ ներընդդիմադիր դիրքավորման խնդիր նախագահ չէ լուծում։ Իդեպ ի տարբերություն այս 2-3 օրերին հնչած այլ հարցազրույցների, այլ մեր քաղաքական գործընկերների կամ ընդդիմադիր ճամբարների կողմից, որոնք ակնհայտ նախընտրական էին եւ սա վատով չեմ ասում, սա ասում եմ որպես արձանագրում։ Սերժ Սարգսյանի հարցազրույցը նախընտրական չէր, առհասարակ կապ չուներ քաղաքական ցիկլերի, փոփոխությունների եւ ընթացի կամ խորքային շահերի հետ։ Եվ այստեղ ով բերեց Նիկոլին, այսպես ասած, թեզը տարածող մարդիկ, ովքեր բերել են Նիկոլին կամ նպաստել են առնվազն նրա գալուն, մեկը շարունակելու են իրանց այդ կեղտոտ, այսպես ասած, գործը։ Կան այն շրջանակները, որոնք հորինել են այդ
վիրուսը, այդ իրենց քարոզչական լաբորատորիաներում եւ իրանց վրայից մաքրելու համար սեփական մեղքը, որովհետեւ իրենք նորից ասեմ, նախագահն իրեն բնորոշ ձևով պարզ ակնարկեց, հա, դրա մասին, որ այն որ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի, մեջ ինքը ուզում է դուք սխալվեցիք։ Հա, ավել մի պատես գայթակցություն չես ասած, բայց դուք ովքեր են, դուք համ ժողովուրդը չէր, ասում է, չէ, դուք ինքում այն նկատի ունեք։ Այսինքն նրանց ովքեր փոխվարչապետ են առաջարկել Փաշինյանին, հա, օրինակ։ Նրանց ովքեր որ նպաստել են, ովքեր որ մեջքի հետևում կամ ուրախացել են, կամ համագործակցել են, կամ մտածել են, որ կարելի է Նիկոլի ձեռքերով շագանակներ հանել խարույկից։ Այդ իմաստով Նիկոլը իրանց է գցել։ Ակնհայտ է, չէ՞, որ Նիկոլը գցել է իրանց, այն մարդկանց, ովքեր Նիկոլին փորձում են Սերժի դեմ օգտագործել, հետո իրանց սեփական քաղաքական հայտով ի հայտ գալ։ Եվ այստեղ նորից կրկնեմ, խնդիրը բացարձակ այդ շարքումները փորձում են անել, որ Կարեն Կարապետյանին թիրախ բացարձակ։ Ես դες ուղիղ բան ասեմ, հուսով եմ Կարամել Գերմիչի կամ ինքը կլսի կամ իրեն կփոխանցեն, շատ խորը հարգանքով իր անձի հանդեպ մեր կուսակցությունում ինքը իմ համար սիրված մարդ է, լավ վարչապետ է եղել, լավ կուսակցական է եւ խնդիրը ինքը չի։ Ուրիշ բան ասեմ, եթե այդ մարդկանց դուր չի գալիս, երբ որ մեզ ասում են դուք եք բերեն Նիկոլին, մենք ասում ենք չէ, եղել է A, B, C, D ու դա իրանց է մի ձև կպնում, դրա լուծումը կա։ Այդ թիմը, Կարեն Կարապետյանի թիմը կամ ինքը զանգում է Ռոբերտ Քոչարյանի թիմին կամ այդ երկրորդ նախագահին, ասում է թարգեք, որովհետև երբ որ դուք Սերժին մեղադրում եք, ինքը սկսում է խոսալ, սալակները ակամայից գալիս են այս կողմ, Նաև իմ կողմ։ Նաև իմ կողմ, այսինքն եթե իրենց համար վնաս է, Կարեն Կարապետյանի թիմի համար եւ իր անձի համար վնաս է, ապա դա կներեք կոլատերալ դեմեջ է։ Դա նպատակը չի վնաս տալ որևէ մեկին։ Նպատակը հետեւյալն է՝ դուք իրար հետ մտերիմ կապ ունեք։ Եթե քեզ չի դզում, թե ինչ է ստացվում, երբ որ մեզ հանրավի մեղադրում են եւ մենք սկսում ենք բարձաբանել, ապա խնդրում եմ, կապ հաստատեք երկրորդ նախագահի հետ կամ իր քարոզչական բլոկի հետ, ասեք տղեկ մի արեք, որովհետեւ բզում եք դուք, տուժում ենք մենք։ Պարոն Աշոտյան, լավ, հիմա կարող եք ասել, որ դա պարզ բան է, բայց եթե 2 տարի է չեն ֆայմել կամ չեն ուզում անեն կամ չեն կարող անեն, մեղքը մերը չի կներես։ Այսինքն երբ որ այս ընթացքում դուք 18-ը շեշտեցիք քաղաքական օրակարգ, հա, ես ուզում եմ շեշտեմ, որ Սերժ Սարգսյանի հարցազրույցի առիթը եւ պատճառը 44 օրյա պատերազմի տարելիցն էր, հնգամյակներ։ Եվ եթե նկատեցիք Նիկոլի ԿՊ-ի այդ ամբողջ հիմնական ցավոտ արձագանքը մեր ընդդիմադիր Քոչարյանամերձ քարոզչական շրջանակները սևեռվել են 18-ի վրա, որովհետև դա իրանց ամենաշատը ցավացրել է, որովհետև երբ որ սկսում են մեզ բշտել եւ մենք սկսում ենք ասել տղեկ սենց է եղել, ստում եք, իրանք են պատվիճակի մեջ են գնում։ Իսկ Նիկոլի համար պարզ է, չէ՞, որ ամենալուրջ խնդիրը բանակցությունների տապալումն է, պատերազմի տապալումն է եւ հետ պատերազմյան դիտավորությունները։ Մի կողմից, որտեղ ԿՊԱ-ականները մի կողմից ասում են, որ բան չկար եւ այլն, այսինչ դատարկ եւ այլն, բայց անմիջապես սուր արձագանքը Փաշինյանի դեռ չավարտված ինտերվյուն շարք գնաց։ Լուրջ գրել են բան չկար դա։ Նաեւ էտել են գրում, որ նստած մարդը 7 ժամ բան, բայց դրան ի հակադրություն Փաշինյանը արդեն 6:30-ից շարք սկսեց, այո, հենց ձեր ասած Փաշինյանը ոնց որ իմ հեռախոսի բուդիլնիկը լիներ, այն որ չես պատասխանում, անջատում ես, ինքը կես ժամը մեկ սկսում է ծնգալ։ Այդ դրա պատճառը ո՞րն էր։ Շատ պարզ է։ Ճշմարտություններ էին հնչում այնտեղ պատերազմի մասին, որոնցից տեսեք, քաղաքական դիսկուրսի մեջ Հայաստանի ընթացիկ շատ զարմանալի բան է տեղի ունենում, չէ՞, քանի որ իրադարձությունները մի կողմից շատ խիտ են, մյուս կողմից իշխանությունները մանիպուլյացիաների պապան են։ Կարողանում են արհեստական օրակարգեր լցնել Զենֆիրաներով, ես իմ թաթուլներով եւ այլն, ստեղծում են տեղեկատվական աղմուկ, լիքը բան մոռացվում է։ Իսկ լիքը բանը կարևոր բաներն են։ Ոնց եղավ այս պատերազմը։ Խի պրծել է։ Խի պատերազմի մեղավորության պատճառները մենակ են դարակի մեջ շպրտած զեկույցում են։ Չէ։ Այսինքն իրանք ակնհայտ է, չէ՞, նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ ամեն ինչ անում էր, որ մոռացության տա այդ ամբողջ process-ը։ Դա է իր ամենամեծ վախը, այսպես ձևակերպեմ։ Իհարկե։ Այս 7-ամյա կառավարման։ Իհարկե, ամենամեծ վախը իր Աքիլեսյան գարշապարը
իրա կերած բողկը այնա ինչ որ տեղի ունեցավ մեզ հետ մինչև սեպտեմբերի 27, որտեղ դա նախերգանքներ, սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9 եւ նոյեմբերի 9-ից մինչև Արցախի վերջնական հայաթափումը։ Այս Նիկոլի մահացու մեղքերն են, ոնց որ բորնիկությունը, ոգորգրամոլությունը, ջահապարտությունը 7 մահացու մեղքերի մեջ, եթե բերենք անալոգիա, Նիկոլի 3 քաղաքական մահացու մեղքեր, այս 3 բլոկերն են։ 18-ից 20, 44 օրյա պատերազմ մինչև նոյեմբերի 9, նոյեմբերի 9-ից մինչև Արցախի հայաթափում։ Սա 3 մահացու մեղք։ Հիմա նախագահ դրանք բացեց, ինքն էլ ասեց արեք ձեզ տանեմ ցույց տամ, ինչ որ բաներ էր ասում, չէ՞։ Ինչ որ ցույց տանում մալուց կունի, վեհապարը ինչ որ ուրիշ բաներ ուզում ցույց տար, այստեղ ինչ որ ուրիշ բան ասում։ Էքսկուրսիա անեմ, տեսեք ինչ զենքեր ունենք բան։ Բայց դուք տեսաք օրինակ ասեմ, էլի որ Սերժ Սարգսյանի մի հատ բշտոցով, որ ասած ես 19-ի թուղթը տեսել եմ։ Հա։ Այդ շատ կարևոր հայտարարություն է։ Մենք ասած տեսել եմ, նոր Նիկոլ ասած գտել ենք սաղ թղթերը, սկանավորում ենք։ Եթե 5-րդ դարում լինենք եւ Մատանյան դարանի տեղը լիներ մի հատ բանկ, որտեղ վանականները ձեռքով արտագրեին ձեռագրեր, ավելի շուտ կարտագրեին եւ կհրապարակեն այդ բոլոր վանականները։ Ձեր նամակն էլ մեջը կդնեմ կուղարկեմ իդեպ։ Շատ լավ է, ես ինչքան թուղթ ունի Սերժ Սարգսյանի հետ կապված բանակցային ժառանգության հետ կապված, թե բոլորը ես այդ տարիներին անմիջական մասնակից չեմ եղել բանակցությունների հետ որպես ազգային ժողովի պատգամավոր կամ կրթության նախարար, այդ լիազորություն չեմ ունեցել, բայց քաղաքական ու քարոզչական թիմի ոչ վերջին անդամն եմ եղել, իսկ հատկապես վերջի 7 տարիներին։ Անհամեստություն չհնչի, բայց բավականաչափ տեղեկացված եմ այն ամենից, ինչ կատարվել է բանակցությունների շուրջ մինչև Նիկոլ Փաշինյանի գալը եւ գալուց անմիջապես հետո։ Այսինքն Սերժ Սարգսյանը բշտեց, նա խոստովանեց, որ գտել է թղթերը, չերել կորցրել, ակնհայտ է, չէ՞։ Վիդեոներ կա 19 թվականից, Նիկոլի 3 հատ առնվազն ես եմ կդրե եւ տեղադրե, որտեղ ինքը 19 թվականին ասում է, որ այդ փաթեթը կա։ Օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանն ընդունելուց հետո ասում է, ոչ մի թազա բան չասեց, ես այդ սաղ փաթեթով տեսել էի, կամ Բակո Սահակյանին Արցախի իշխանություններին ինձ գլուխ է գովում, որ իբր տեղեկացրել է բանակցությունների մասին, ասում է փաթեթ են փոխանցել։ Իդեպ դա էլ չէ կարևոր կտոր։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը 19 թվականի հետ կապված խաբել է, ֆրցրել է եւ Արցախի ղեկավարությանը ժողովրդին, եւ հայ ժողովրդին, եւ միջև հիմա ֆրցնում է։ Կոպիտ ասած Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին 19 թվականի փաթեթի շրջանակներում բռնցրեց այն արտաթորման գործողության վրա։ Եվ դրա համար նա սկսեց, չէ, ես ինչ վերաբերում է բանակային բլոկին, այ հոպա ինչի՞ չէ, այլն սենց եղավ, նենց եղավ, եկեք ծանեմ դժվար բան չի, չէ, այդ սա։ Հենց երեգել աշկովս ընկավ Նիկոլի 19 թվի գրառում, որտեղ ասում է ասահակային կարը, օտափագում ենք։ Բլին, արա, կարելի այդ մարդկանց մեզ բոլորիս ատենց էշի տեղ դնել։ Ախր այս թվային դարաշրջանում հետքը թվային չես կարող վերացնել։ Այսինքն ու տենց կռուտիտները, որ հիմա կարող ես անել այն նույն Արայք Հարությունյանը Բաքվի բանտոմա բան չեմ ասում, բայց օդը փագը արտահայտությունը Նիկոլ Փաշինյանի բրենդը չէր իր քարոզչական թիմի։ Բա օդը որ փագ էր, այդ խիտ այդ օդը դարձավ վենետիկյան սոցիալական ցածր պատասխանատվությամբ ունեցող կանանց նման այսպես ինչ օդ էր, ուզում եմ հասկանալ, ոնց էր փագվե այդ օդը։ Իսկ այդ օրերին Տիգրան Աբրահամյան շատ մանրամասն գնում է եւ այլն, հա, եւ Սերժ Սարգսյանը ասաց, թե ինչ պետք էր արել առաջի օրերին, ես մասնագետը չեմ, այո, Զանգեի, ես ինչ կանե հերշար չէ որ ասեցա։ Հղում անելով այն աղբյուրների վրա, ինչ կանեիք դուք, եթե պատերազմի օրը արժանա հավատա եւ որոնք որ բարձր պրոֆեսիոնալներ են։ Այս տեսակետից այդ այսօրվա իր այդ ես Հնդկաստանի ռազմաարդյունաբերական կոմպլեքսը չեմ քննադատում, հա, Գավրիցի, բայց այն ինչ որ անում են, այսպես ասած, այդ պատերազմը, եթե այդքան զինված են, խեք վախենում պատերազմից։ Չէ, Նիկոլը բոլորին վախացնում է պատերազմով, չէ, ինքը խաղաղությունը չի գովում, է։ Ինքս մա ես չեմ պատերազմ անելու։ Բայց եթե տենց այդ սաղ գժական աշխարհի տենց շունիկները ավտոմատացված սաղմեր մոտ են։ Այդտենց զինվորի բարեկամներ։ Մեր իշխանական շրջանակներն էլ գրեցին, որ մենք տեսել ենք, գնացեք դուք էլ տեսեք, չէ՞, օրինակ Դանիել Իոաննիսյանի ծավալուն գրառումը տեսա, որը չգիտեմ, դարձել է ռազմական փորձագետ։ Ես հասկանում եմ Հայաստանում ամեն ինչը դեվալվացվել է, արժեզրկվել է, այտենց կամ առնվազն դա, բայց եկեք տվյալ մարդկանց մի մեջ բերեք որպես ռազմական գործի փորձագետ, այսինքն
ասում են տեսել եմ, տեսել եմ, գնացեք տեսեք ինչ տեսակի։ Ես էլ Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանն եմ տեսել, հետո։ Լավ, դա տեսեք, իհարկե հիմա կասեք, որ այդ Սերժ Սարգսյանի ոճը չէ, բայց չեք կարծում, որ մի քիչ էլ ավելի ուղիղ տեքստով էր պետք ասել ինչ որ անուններ եւ 18-ի հետ կապված, բացի Սվիտարսկուց, հատկապես հայկական դաշտից անուններ։ Ու էլի մի քանի այդ դեպքի հետ կապված, արդյոք ժամանակը չէր ավելի ուղիղ տեքստով ինչու դա անել, որպեսզի այդ մարդկանցից շատերը կարող է հիմա հայտ ներկայացնեն նորից Հայաստանում իշխանության գալու, այսինքն մարդկանց աչքերը ավելի, այսպես են, բացելու համար եւ որ վերջնականապես քո խղճի առաջել վերջնական ազնիվ լինելու համար, թե դա նախագահի ոճը չէ, թե ինքը մտածում արդեն հասկացան ում մասին։ Տեսեք, դուք ասացիք խղճի առաջ, այդտեղ խղճի թեմա չկա։ Գիտեմ ասեմ, էլի։ Գիտեմ ասեմ, ասելա, էլ ոնց ասի, ես իմ արև զարմանում եմ, այսինքն, եթե նկարագրում ես կենթանի, ասում ես ունի երկու հատ մեծ ականջ, մի հատ կնճիտ, բաներ ունի, ու պոչիկ պուճուրում, մկներից վախենում է, օրինակ, ինչ ենք նկարագրում, ջայլամ, գորդ, թե պիղ։ Այդքան ասելա, բայց չասեք կատու, հա, ճիշտ եմ հասկանում ես։ Ես այդ եմ ասում էլ, այսինքն մեր ժողովրդին պետք չի տոպոյների տեղ դնել։ Բացարձակ, այսինքն կամ իրանք են դնում տոպոյի տեղ, տիպը չենք հասկացել, իմը սիստրա իմը, այն տրիմուշկից, քնինչ իմը, սաղ նկարագրված է ձեզ, սաղ ասված է, ու այն բոլոր շարքումները, որոնք գոյություն են ունեցել 18-ի հետ կապված, նորից կրկնեմ, իրանք մի նպատակ ունեն, որը մեզ համար երկրորդական է։ Դա ներընդդիմադիր դիրքավորման շարքումներ են, չէ, արկեր ջան։ Այսինքն 18-ի հետ կապված իրադարձությունները, ընդդիմություն, իշխանություն, բազարի օրակարգում են, քաղաքական պայքարի օրակարգում են։ Դրա համար չէ Նիկոլա Վայնասունը գցը 44 օրյա պատերազմի բանակցություն, այն մեզ իր վերը չի։ Դե ինքը տենում է, որ իրան ձեռա տալի, չէ։ Այսինքն եթե մեր ընդդիմադիր գործընկերների քարոզչական շրջանակները իրանց սեփական մեղքը թաքցնելու համար հորինել են այդ հեքիաթը տարածում են ու Սերժ Սարգսյանը շղկացրեց այդ հեքիաթի վրա։ Իրանք խիպտի Նիկոլը պետք է խանգարի, որ երկրորդ նախագահի մերձավոր քարոզչական թիմը շարունակի այս բազարը անել։ Հակառակ իրանք ձեռը տան։ Կան 18-ի թեման հավաստիացնում եմ ձեզ։ Իրար, բացի այս որ մեր համար թեմա չի, իմ համար դա անձնական պատմություն է։ Ես դա անցել եմ, ես իմ ընտանիքը, երբ որ մարդիկ վախենում էին, դաժե Viber-ով ինձ զանգեին։ Այդ օրերին, այդ օրերի մեջ ավելի մեծ բոբոկ էր այս երկրում, քան 55 հանրապետականները։ Դե մոռացել եք։ Ես մի բան եմ խնդրում, էլի չգիտեմ ով ունի այդ փողը։ Զանգեք Սերժ Թանկյանին, պայմանավորվեք այդ կինոն առեք։ Այն կինոն, այդ կինոն առեք, ցույց տվեք սաղ պլատֆորմներով։ Թո մարդիկ, որոնք կարճ հիշողություն ունեն, մոռացել են լիքը բաներ, այդ թարմանան էլի այդ 7 տարվա վաղեմության կադրերով, այդ իրանց գնահատականներով, այսինքն պետք է հիշացնել 7 տարի առաջ ինչա կատարվել մեր քաղաքում։ Սերժ Թանկյանի կինոն առեք, ցույց տվեք, թո սաղ իրանց դա տեսնեն։ Ոսկե մարդկանց մասին չի, թե պետք մարդիկ էլ տեսնեն։ Ճիշտ հասկացա, ձեր ակնարկը կամ ուղղակի որ 18-ի թեման մեջ բերել այդ միշտ դաշտում պայլ, այսինքն ով է բերել Նիկոլին վերնագրով թեման։ Դա ներընդդիմադիր բազարի թեմա։ Ահա, ներընդդիմադիր, բայց ինչ թիրախավորմամբ 26-ի ընտրությունների, թե այսօր արդյունքը ո՞րն են ուզում ստանալ, եթե այսինքն երբ որ այս սաղ բազարը սկսվել էր, այս ներընդդիմադիր կզվարթոց կոչված քաղաքական դաշտում կային երկու հիմնական խորհրդարանական դերակատարներ։ Այսօր մեր քաղաքական դաշտը ստացել է շատ հետաքրքիր կոնֆիգուրացիա։ Ամեն առաջատար ընդդիմադիր ուժը խորհրդարանում չի։ Եկան այս բանը փոխվել է պարադիգմա։ Նրանք հələ շարունակում են մեր ստվերի դեմ կռիվ տալ։ Դա զավեշտ է, չէ։ Եկան տղեկ այսինքն դուք ինչ, դուք սկում եք հերիք չի, մեզ էլ ուզում եք հետներից սկսնեք, բայց ստապվեք, զբաղվեք ձեր քաղաքական վերադասավորումներով, ձեր կոնտենտով եւ այլն եւ այլն եւ այլն։ Այսինքն ընդդիմության մեջ տես մի հատ պարադոքս կա, որտեղ են մեզ խափում այդ մարդիկ։ Եվս մի դրվագ եմ քեզ ասում։ Առաջինը մենք ենք ասել, ես եմ երևի թե ասել, թող անհամեր, որ Նիկոլին մենակով ոչ մեկ չի կարելի։
մեր գործընկերները հետո են այդ թեզը հասկացել, Գյումրի բան եւ այլն։ Հիմա տեսեք, եթե դուք եք դա գիտակցում, որ մենակով Նիկոլին չեք կրելու, ոչ մեկ չի կրելու։ Եվ պետքա որ մի քանի ուժեղ անդիմադիր ճամբարներ լինեն։ Բայց եթե մեր պլյուսը, մեր ուժեղությունը ձեզ օգուտ է, մեր օբշի գործին օգուտ է, խիեք մեզ կրծում։ Այսինքն դուք եթե կամ դուք խափում եք, որ դուք ուզում եք Նիկոլին հանեք, դրա համար եք մեզ կրծում, որ ընդդիմության օբշի տենց նստի էլի, ճաքեր տա։ Կամ էլ չեք հասկանում, որ թույլատնելով մեզ կամ փորձելով թույլատնել մեզ, այդ ռեսուրսները անիմաստ վատնելով, օգուտ եք տալի Նիկոլին։ Եթե պետք է սաղով կրենք սրան, հա, ուրեմն բոլորս պետք է ուժեղ լինենք։ Կրենք ընտրությունների ճանապարհով կապ չունի այս պահի։ Հա, բայց հիմա խնդիրը ո՞րն է դրա Գյումրի երկուսն է, թե խոշոր ընդդիմություն դառնալը։ Իրենց տրամաբանության մեջ երևի թե ընտրություններ են, մեր տրամաբանության մեջ ընտրություն հասկացություն, չէ, որպես կալենդարնի իվենթ կա, քարոզչական իվենթ է, նոր տարին է գալի, մարտի 8-ը գալի, հետո ընդ ես իմ ապրիլի 7-ը, հետո տենց ընտրություններ հա, էդի գալու է։ Այդ պետք չի տենց վիզ դնել, որ այդ օրը գա, այդ օրը գալիս է։ Այնքան արագ է կյանքը մտածում։ Ասածը շատ պարզ է։ Եթե դուք իրոք ուզում եք Նիկոլին գցեք, կապ չունի ոնց, ու ասում եք, որ դա մենակով անել չեք կարող, բխի եք թույլատնում ձեր կողքինին։ Եթե դու գնաս կռվի, ինչ որ հարևան թաղի հետ բազարում ես, քո հետ եկած ընկերոջը, խի ես նախապես կդրում երակը, որ արյունաքամ լինի, կամ ոտից խփում ծակում, ինքը քեզ պետք է չէ բազարում։ Ոնց որ գնաս ընկերոջդ հետ դիմացի թաղի հետ բանավեճի, բայց դիտավորյալ միջև այդ ընկերոջդ լուծողական գծես, որ չկարնա կռվի։ Հասկացեք էլի։ Ես չեմ հասկանում, ես շատ լավ հասկանում եմ իրականում։ Սերժ Սարգսյանի նման ասում, չեմ հասկանում։ Շատ լավ հասկանալու։ Ինչ է, այսինքն ինչ եք անում դուք։ Այս ինչ ամոթ չի։ Մենք էլ հելնենք ասենք, որ կարամ չէ լինեմ, ասեմ հիմնավորը։ Ասեմ երկրորդ նախագահի որերորդ հարցազրույցն է, որտեղ իր հիմնական լսեցնելու ուղղվածությունը արևմուտքն է, ավելի շատ։ Ամերիկյան ռևերանսներ եկել եղավ, հենորն եղավ։ Թույլ կտամ ինձ, չէ։ Ես տեսնում եմ քաղաքական լոգիկան հասկանում եմ, շատ պարզ է լոգիկան։ Տարածաշրջանում ռուսական գործոնի թույլատումը կամ կանխատեսելիությունը բերում է ներքին քաղաքական օրակարգերի վերանայման, այդ թվում այն ուժերի կամ կենտրոնների մոտ, որոնք երկար տարիներ տրադիցիոն դիրքավորվել են որպես պրոռուսական։ Ես հասկանում եմ դա։ Ինչ դնեմ Քոչյանի 21 թվականի հարցազրույցի կտոր կդրեմ, էսի կտրեմ, ասեմ, խափում ասա դրեք։ Ամոթ չի։ Լավ, դուք չեք, մենք դա հասկանում ենք, չէ՞ որ 21-ին իրավիճակը ուրիշ էր եւ Քոչյանի խոսույթի այդ հիմնավորումը էս էր, հիմա 25-ը իրավիճակը ուրիշ է եւ ես հասկանում եմ իր լոգիկան, իր փոփոխությունները, ներբերանգները։ Դա իրատեսական է, որ դուք 14 թվականի վիդեո եք դնում, որտեղ որ Սերժ Սարգսյանը ասում է ես չէի հավակնելու։ Իդեպ այդ բացատրությունը հիմնավոր չի թվում, ասում է լավ էլի բան եք անում, հայոց լեզվի հետ մոտավորապես sense է ձևակերպումները։ Խնդիրը հայոց լեզվի չի, մենակ թեպետ չէր խանգարի մարդկանց, հատկապես նրանց ում թվում է որ խոսալը քաղաքական գործիք է եւ դա ճիշտ է, բառերի նկատմամբ ուշադիր լինել, այո, հավակնել մեր հիմնական բանը շեշտը նրա վրա չի որ հավակնելը այսա չէ, այսա է, թեպետ դա լեզվաբանական փաստակ, այդ չի խնդիրը։ Ասես չէ նախագահ, 14-ին մի վիճակ էր, 16-ին եղավ ապրիլյան պատերազմ, Սասնա-Ծռեր, գեոպոլիտիկ լարվածություն, սեպա, շարունակեմ, ասեց, շարունակեմ, այդ օրինակը Քոչարյանի հետ կապած խի բերեցի։ Նույն ձևի չէ 21-ին ռուսամետություն, հիմա արդեն Տրամպի այդ ուղու հետ կապած երկրորդ առաջարկն անում երկրորդ նախագահ։ Միգուցե եւ դա հիմք ունի ռեալ պոլիտիկա եւ այլն, չէ՞։ Ռեալը ձեր դեպքում ռեալ պոլիտիկա հիմնավորում է, մեր դեպքում խի հիմնավորում չի։ Ավելին, եթե ձեր դեպքում դա լոկալ ներքաղաքական թիմի, դուք ձեր համար եք էտի։ Մեր դեպքում դա պետության խնդիր էր, դեռ Սերժ Սարգսյանը այդ ժամանակ պետության ղեկավար էր։ Այսինքն այո Սերժ Սարգսյանի եւ առաջադրումը եւ հրաժարականը կապ ունեն Արցախի խնդրի հետ։ Պարզ չի դա։ Մենք ես խիփ եմ զուգահեռները տանում, որպեսզի ձեզ ցույց տամ,
որ Սերժ Սարգսյանի հարցազրույցում չլինելով ներքաղաքական, ներընդդիմադիր ճամբարի որևէ հավակնություն դրսևորող հարցազրույց, հիմնական շեշտը դնելու մտադրությունը Արցախի բանակցություն 44 օրյա, այո, պարզաբանումներ, այո, անձնական պատմություններ, այո, ջերմ իսկական անձնական պատմություններ, ինչու՞ չէ, այդքան տես միֆեր կան, չէ, դաշտում տարածված, ծածկեց նախագահը բոլոր միֆերը, չէ, որովհետև երևի երկու ատելը տենց 7 ժամանոց հարցազրույց է պետք, ինչու մի էջեր կան, չէ, ես դες հավաստիացնում եմ, հաղորդումն ավարտվեց, ես կողքի սենյակում էի, նախագահը դուրս եկավ մարզավիճակում, որը ենթադրում է, որ առնվազն 2 ժամ էլ կձգի, ես դες հավաստիացնում եմ, այսինքն մեր խնդիրը, հարցազրույցի խնդիրը, տղեկ ջան, աղջիկներ ջան, հանգստացեք, զբաղվեք ձեր գործով, ուժեղացեք, մենք ուզում ենք դուք ուժեղանաք, որովհետև ի տարբերություն ձեզ, մենք իրոք ուզում ենք, որպեսզի դուք ուժեղ լինեք, եւ մենք միասին, կապ չունի փողոցային պայքարով, իմպիչմենտով, ընտրություններով, այդ արդեն բանի հարց է։ Բայց իմ խելն է ինչքան դուք ուժեղ լինեք, խի եք դուք սևեռվեն նրա վրա, խանդի տեսարաններից մինչև կեղտոտ քաղաքական մանիպուլյացիաներ, թարգեք, դուք այլևս առաջի ընդդիմադիր հուշը չեք, բանա փոխվե, դուք էլ լավ գիտեք դա, եւ Սերժ Սարգսյանին եւ Հանրապետականին ոչ թե խանդեք, այլ շահագրգիռ եղեք, որ մենք էլ ուժեղ լինենք, որ ուժեղ լինեն նաեւ մյուս ընդդիմադիր ճամբար թիմերը, այդ թվում արտախորհրդարանական, եւ խոսքը մենակ մեր ձևի մասին չի, որ արդեն երևացող առաջատարա, շահագրգիռ եղեք Վանեցյանի ուժեղության մեջ, Թաթույանենք է մտել դաշտ, Հայաքվեի ուժեղություն, կապ չունի, շահագրգիռ եղեք, որովհետեւ եթե գնում ենք իշխանափոխությանը միտված բազարի կարևոր հարց է, եթե գնում ենք թե չեն գնում, այդ շատ մենք չենք հելել, շատ հետաքրքրող հարց է, էլի, ինչի այսօրվա դաշտում արկա ուժերը առանց անուն տալի ընդդիմության գերակշիռ մասը ինչի համար է մտել պայքարի մեջ, ինչի է գնում ընդդիմության, դառնալ ավելի մեծ ընդդիմություն ազդեցիկ, թե իրականում փոխել փաշեն, դուք տենդենսով ինչ եք տեսնում։ Ես տեսեք նայ, բոլոր իրենց հարգող ուժերը, իսկ այդ դաշտում իմ թվարկածների մեջ բոլորի հետ կապերից բացի նաև գնահատում եմ իրենց կարողությունները այդ վերլուծական։ Վստահ եմ, որ բոլորը ունեն պլան A, պլան B, պլան C եւ այլն, դա նորմալ է, հա։ Պլան B-ի հետ կապված ընդդիմությունը այսքան տարաբնույթ լինելով խնդիր ունի։ Դեռ խնդիր ունի հասկանալու ամեն մի ուժ, իր դալշեն, իր հետոն։ Մենք ուզում ենք post Նիկոլ, շատ բանաձևով ձեզ ասեմ։ Մենք չենք ուզում post 2026, մենք ուզում ենք post Նիկոլ։ Այո, մեր մեղքն է, մենք հələ post 26-ի մասին չենք մտածել։ Ոչ թե չենք մտածել։ Եթե դա լինի մի օր անխուսափելի, բնականաբար կնստենք կմտածենք։ Բայց այսօր առաջնահերթ չի դա, բայց նորից կրկնեմ, իրանց համար եթե ընտրությունները եւ միասին կրելու թեման այդքան արդիական է, ապա ինչու շարունակել ես ներընդդիմադիր գզվարտոցը։ Կրկնում եմ, գնում ես հարևան թաղի հետ բազարի, քո ընկերոջը թաղի տղուն, խի ես թուլացնում այդ բազարից առաջ։ Եվ այսօր էլ նաև Նիկոլի արձագանքների մեջ թոկը տեսա, հա։ Կրկնեց թոկի թեման։ Եթե դեմ չեք, դա խոսենք, հա։ Այդ էլ չէ Սերժ Սարգսյանի հարցազրույցի պլյուս Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, դա արդեն երկուսին էր անդրադառնում։ Եվ լավ է, որ Նիկոլը պաշտպանելով վերադարձնում է թոփ թեման։ Այսինքն ինքը այնքան է ներվայնացած այս թեմայից, որ չի ջոգում, որ երբ որ ինքը անդրադառնում է, այս իր մեղքի թեման նորից բուսնում է, ստեից է բուսնում, ընդեից է բուսնում, ինքը ու լավ է դա, ապրի ինքը, որ այդպես ներվայն է այս թեմայով։ Բայց օրակարգ ասեք էլի, հա։ Հա, մենք օրակարգ։ Այդպես դուս եկավ զենալով Միշտ ասում ենք, որ վազում են Նիկոլի հետևից։ Սուտ ասեցիք, չհավակնելով, բարի մեջ չխնդանք, չհավակնելով դրան հասանք նաև այդ արդյունքը, այո։ Եվ դա հիմնական պատճառներից մեկն էր, որ Սերժ Սարգսյանը խոսի։ Մեր հավակնությունից չէ, որ մենք դառնանք օրակարգ, թեման դառնա օրակարգ։ Չմոռացվի այդ ամեն ինչ։ Հիմա Նիկոլը երկու բան տենց իր այդ գեղարվեստա գեղագիտական բանի մեջ, հա։ Տեսեք, որ դա ինքը մեզ էլի խափում։ Լավ։
Իրա իսկ փաստարկների հիման վրա։ Լավ, եթե լեզուս չորանա, բայց գմտնում ենք իրա բանի մեջ, իրա լոգիկայի, իրա կռուտիտի մեջ։ Եթե Ղարաբաղի հարցը թոք էր, որ ուզում էին Հայաստանին կապել։ Հիմա հարցը, եթե դա թոք էր, այլընտրանքը սպանդանոցն է, то ավելի լավ չէր քեզ կապեին թոքով, քան կապդ կդրած գնացել ես գորշ գայլերի անտառներից տուն չես գալի։ Դաժե եթե Նիկոլի անալոգիան ենք վերցնում, եթե Ղարաբաղի հարցը թոք էր, որը խեղդում էր ՀՀ ինքնիշխանությունը։ Իսկ հիմա անտեր կենթանին ում է պետք գայլերին այնտեղ։ Ես նույնիսկ եմ կրկնում, այս Նիկոլի լոգիկայի մեջ։ Հա, իհարկե։ Դե այս մանիպուլյատոր դեբիլիկները հիմա կդրտելու են, ասեն, «Ո Աշոտյան ասաց, որ թոք էր»։ Եթե։ Եվ երկրորդը, տեսեք, թոք ով էր ուզում գցել, ռուսները, չէ՞, ակնհայտ է, չէ՞, իրա գրածից։ Հա, որ պահեին։ Հիմա կողմնորոշվենք, էլի, Նիկոլ Փաշինյան 21-ից 23 թվական դու ասում էիր, քո ամբողջ քարոզչական թիմը, որ ռուսները հանձնեցին Արցախը։ Հիմա 25 թվին դու ասում ես, որ ռուսները չէին ուզում հանձնել Արցախը, այլ Արցախի հարցով թոք էին ուզում։ Արա 2 տարի չի անցել, ոնց կարելի է, շիզոֆրենիա էլ չի, էլի սա։ Ոնց կարելի է այսքան 180 աստիճան տարբերվող կտեր տալ։ 2 տարի կտում էիք քարոզչական թիմով, որ ռուսները մեզ դավաճանեցին, հանձնեցին Արցախը, չէ՞։ Հիմա գրում ես, որ ռուսները չէին ուզում հանձնեին Արցախը, որտեղ թոք էին ուզում պահեին։ Ես ասես բան չէ, ես ինձ չեմ հարգում երբեմն, երբ որ նստած վեր եմ լուծում իր գրածները, որտեղ այս մարդկանց ուշք ու միտքը են, որ եթե խաբել են այսքան ժամանակ բոլորին եւ իշխանության են, ուրեմն կարող են զառանցել ցանկացած հիմարություն։ Դաժե իրանք իրանց թեզերի մեջ են խայտարակ հասկանում ես։ Դրա համար չեմ մտնում թոք, ասում եմ լավ, թոք էր։ Դիցուկ թոք էր։ Եթե թոք էր, կապացեք, հիմա թոք չկա, անտերեք։ Ուր եք գնացել, գորշ գայլերի որջ, որին ճլնեն, որ սպանդանոց խես գնացել, ավելի լավ չի կապած ալնեիր, եթե քո տրամաբանությամբ եմ գնում։ Եվ երկրորդը կողմնորոշվի, ռուսները ծախել են, հանձնել են Արցախը, թե ռուսները ուզում էին Արցախը թոք պահեն, մեր վզին չի կարա նույն մարդը այտենց իրարամերժ բաներ ասի 2 տարվա մեջ։ Հիմա հանրությունում է հավատալու իր այդ վերջի գրածներին, չգիտեմ, երրորդ նախագահի լայն պարզաբանումներին, երկրորդ նախագահի, այստեղ ընդդիմությանը դիտարկենք արդեն մի բանով։ Հանրությունը հոգնել է, մեծ մասը։ Մի բան էլ ասեմ նշանակեք, ինչի եմ ասում, տեսեք, հանրությունը միգուցե տեսնում է, որ ընդդիմությունը գոնե մեծ մասը մի կողմից ասում է, որ սա էգզիստենցիալ գոյաբանական խնդիր է ու պետք է ազգային ազատագրական պայքար մղել, բայց տեսնում եմ, որ գործի գետնի վրա պայքարը քաղաքական դասական է, այդ դրա համար միգուցե չի հավատում ընդդիմությանը։ Այսինքն չի տեսնում այդ ազգային ազատագրականը իրենց ասած, այսինքն գնում է դասական պայքար, ինչպես 2000, չգիտեմ, 3 թվի Հայաստանում, հասկացաք ինչ նկատի։ Հասկացա, ձեր հարցը հասկացա, այդտեղ կա իհարկե ընդդիմության սխալների բլոկը կա, դա դնում եմ մի կողմ։ Այո, դասական քաղաքական պայքարը ոչ մեկ չի վերացրել, դա նորմալ է։ Նորմալ դա երկրորդ չի կարող առաջնա։ Նորմալ քաղաքական իրավիճակում, այո, հենց խնդիրը այն է, որ այս խնդրեմը քաղաքական չի, ես ապացուցել եմ եւ ապացուցանակում եմ դա ապացուցել պնդելով մեր այսօրվա ճգնաժամը քաղաքական չի, քաղաքական ճգնաժամի մեջ կարիք չկար այլընտրանքային եկեղեցականների կուտ տալ կամ այսինքն դա արժեհամակարգային խնդիր է, գոյաբանական ի նկատի չունեմ, որ հենց վաղը գալու են մորթեն, թեպետ շատ վատ է, օրինակ ես կուզենայի ոչ թե Բայրամովի 2 օրվա առաջվա հարցազրույցը դառնար Հայաստանում մեդիա քննարկման առարկա, բայց կներես, եթե քո իշխանությունները քեզ շարունակում է խաբել, դու այլ տեղեկատվական անվտանգության բոլոր նորմերը ոտնահարելով, ես չեմ ուզում Բայրամով լսեմ, Նիկոլ, գիտես ինչ արա, Պետոյին տված են 20 թվականի սեպտեմբերի 27-ին չհեռարձակված հարցազրույցը դիր, եթե Սերժ Թանկյանի ֆիլմը ես ասում եմ ցույց տվեք, որ պրոստը հիշեցնեք մարդկանց, թե ինչ էր տիրում, ոմանք շատ են ուզում արագ դա մոռանալ, ես չեմ մեղադրում, ես ասում եմ հիշեք պրոստը։ Նիկոլի հարցազրույցը Պետոյին, այն էր, ինչ որ դրա հայլայինն էր, չէ, 18 էր պատմում, բան էր պատմում, Դուշանբե էր պատմում, բացահայտումներ էր անում, բայց դու ես խոստացել բացահայտումներդ,
Անոնսը դրիկ, ֆրծրիկ, կներեք Որ Ադրբեջանը կպայթացնենք սրանով ներսից, հա, ես ինչ։ Դիր Պետրոսին հանձնարեք այդ հարցազրույցը հեռարձակեք։ Քո վերսիան տուր լավ այդ բաների, այդ իրադարձությունների։ Խես թողել ամբողջ մեդիա դաշտը Բայրամովի անկեղծացումների վրա։ Պարոզա չէ, որ այն էլ իր շահն ունի։ Բնականաբար։ Ակնհայտ է, չէ։ Բայց դու ես հասցրել երկիրային վիճակի, որ ադրբեջանական մեդիա աղբյուրներից լրահոսի մի մասը ավելի արժանահավատ է, քան քո համեկա ֆեյքա զենֆիրայախառը պրոդուկտը։ Ինչ է ասում, վերջի ասել է, էդ է ասում, հիմա իր այս շարունակվող ստատուսները դեռ ունեն այդ քարոզչական զենքի նշանակությունը հասարակության ազդեցության առումով, թե արդեն չէ։ Ինքը չի հանձնվում, ինքը չի հանձնվելու, դա իր համար գոյության խնդիր է, ինքը մաքսիմալ քաղաքական տես Սերժ Սարգսյանը բերել է իրան նրան, որ ինքը այս սրտիկների փոխարեն ուրիշ բան է լցում, չէ։ Այդ իր ապուշ վիդեոների բանի պլավկիո բիկինյո հեգնում են, բայց մի օրը տենց էլ է։ Բայց խնդիրը այն է, որ Սերժ Սարգսյանը ասել է նրան, որ Նիկոլի Facebook-յան սիրտը ինֆարկտ է ստացել։ Այն սրտիկը, որ ինքը ցույց է տալիս, իր մեդիա կոնտենտը փոխվել է։ Խի, որովհետև այն փուչիկը ֆեստիվալային, համերգային, լուսաձայնային, խեն իրանք էս մարդկանց մեր ժողովրդին տես լուբոյ համերգ հրամցնում մեծացնում, որ մոռանաս, չէ՞։ Այսինքն երկար ժամանակի մեջ բերել եք պատասխանողի դերում իրեն, ոչ թե սովորաբար ինքը գրում էր ընդդիմությունն արձագանքում, ճիշտ եմ հասկանում։ Հիշեցրել ենք, որ ինքը մեղադրյալ է, ոչ թե պատասխանող։ Պատասխանողը կարա լինի քաղաքացիական վեճը։ Ոչ թե հակադարձող, այլ մեղադրյալ, հա։ Ինքը Սերժ Սարգսյանը Նիկոլին վերադարձրել է մեղադրյալի աթոռ իր հարցազրույցով։ Սա ենք տեսնում մենք։ Սա ենք տեսնում եւ այսա այո նպատակն էր։ Պատմության արժեվ նպատակն է։ Նորից եմ կրկնում, քանի կան մարդիկ, ովքեր տեղյակ են բանակցություններից նախապատերազմյան վիճակից եւ այլն, Նիկո Փաշինyan չի ներվելու այս ամեն ինչը։ Հա դրա համար նաև հիշել է Շուշիի ազատագրումը, ոչ միայն հանձնումը, հա, դա էլ դրա հետ կապ ուներ, Շուշիի ազատագրումից եկավ։ Եթե նույնիսկ, այո, եթե նույնիսկ էլի կրկնեմ, իր թոքի մասին ենք խոսում, այդ թոքի արանքում այդ պարանը դու ես հյուսել Նիկոլ։ Դու ես հյուսել, երբ որ Մարիա Զախարովա էր ցիտում 18 թվականի ապրիլին, երբ որ ասում էիր Ռուսաստանը Կարեն Կարապետյանին չի սատարում, երբ որ սկսում էիր Վլադիմիր Վլադիմիրովիչ մի րոպեում ասելու համաշխարհային ռեկորդներ սահմանել, երբ որ 44 օրյա պատերազմից հետո, բայ եթե թոք էր գցում, դա չեմ հանգստանում, էլ այնքան ապուշություն ա խոսած։ Եթե թոք էր գցում Նիկոլ, գնացել ես դրանից հետո ֆորումի Ռուսաստան, ասել ես «Спасибо Владимиру Владимировичу за то, что ваши шаги туда-сюда». Բայց եթե թոք է, դու ինչ է, գնացել ես թոք գցել համար մերսի ասել։ Դու գնացել ես մերսի ասել։ Ես նորից ասեմ սա։ Իհարկե այս ամեն ինչը կախված է լինելու նաև գեոպոլիտիկ այն ստատուս կվոից, որ կհաստատվի մի օր, Արևմուտքի, Ռուսաստանի, Արևմուտքի տարբեր դերակատարների, Թուրքիայի հետ ընծացքում, դա մենք շատ ենք կախված։ Հաստատման փուլում է, դեռ չի հաստատվել, ճիշտ հասկացած ես։ Չի հաստատվել։ Ես քանի անգամ ենք իրար հետ խոսել, ամեն անգամ տենց հայկական մեդիա էքսպերտային դաշտում չի հիմնավորված բաներով ժայթքում է, Տրամպը ընտրվեց, ուրա պրծավ, վայ բան չեղավ, լավ գնացին Ալյասկա, ուրա գնացին Ալյասկա, վայ բան չեղավ, վայ Բուդապեշտում պետք է վայ այդ թարգետ է, պրոստը մենք այնքան անպաշտպան ենք այսօր որպես պետություն, որ շատ ավելի են կախված արտաքին գեոպոլիտիկ գործոններից, քան երբևէ։ Եվ ես այս թեզը ցավոտ թեզա, բայց ուզում եմ զրնգա մեր ականջներում։ Ես չգիտեմ ինչով է ավարտվելու ռուս-ուկրաինական պատերազմը։ Ես չգիտեմ ով է պարտվելու, բայց ակնհայտ է մի բան, Հայաստանը այդ պատերազմում ռուս-ուկրաինական արդեն պարտվել է։ Հայաստանն է պարտվել ռուս-ուկրաինական պատերազմում։ Հասկացա։ Վերջին հարցնում հակեշ բերեցիք դրան հենց գեոքաղաքականով։ Սերժ Սարգսյանի դե հայտնի միտքը չի հիշեցնեմ ձեզ ու հեռուստատեղին, գիտեք, արտադրությունից մեկում, որ ասաց չեմ պարտվել սրանց, պարտվել եմ ավելի ուժեղ, մարդկանց շատ այլ, հա, հյուսիս, արևմուտք եւ այլն։ Նախագահ Սարգսյանը այս վերջի բանում որոշ առումով դրա բաները բացեց, հա, փակագծերը, նաեւ այս ասացի, նախկին ասացի, բայց շարունակություն այդուհանդերձ չնչեց այսօրվա մասով։ Ինչու եմ ասում, որ արդյոք հիմա էլ կան այդ ուժեղները, իր նշած ուժեղները դրսից հատկապես, որոնք
էլի ազդեցություն ունեն կամ ուզում են ունենալ ներքաղաքական կյանքում, չգիտեմ, մինչ ընտրական, նախ ընտրական process-ներում, դաբրոն եւ այլն, այդ ամենը առանց որևէ շահարկման, այսպես ասած, բանի, հա, կանխեն որով շահարկում է, այդ ուժը ոչ մենք կան, այդ ուժը ավելացել են։ Խի, օրինակ 18 թվականին Չինաստանի գործոնը տարածաշրջանում այդքան տեսանելի չէր, ինչ կան այսօր։ Բնականաբար։ Խի, այդ 18 թվականին Չինաստանի օրինակն են բերում, որ տեսնենք, որ այդ ուժերը ավելացել են։ 18 թվականին Չինաստանը Հարավային Կովկասի ոչ մի պետության այդ ռազմավարական գործընկերության համաձայնագիր չուներ, այսօր 3 հետ էլ ունի։ Հա, 18 թվականին լոգիստիկ ուղիները արևմուտք արևելքին կապող ՉՊ չէր եվրոպացիների համար, որ մեծ մասը անցնում է Ռուսաստանով, այսօր ՉՊ է, Միջին Միջանցք եւ այլն, հա, նման տեսակի, որի մեջ է մտնում նաեւ Սյունիքի հետ կապված այդ պարտավորական քաղաքականությունը Նիկոլ, այսինքն խաղացողները միայն ավելացել են։ Միայն ավելացել են։ Այս ղեկավարության պարագայում, որի հիմնական ստավք են սեփական իշխանության պաշտպանությունն է, հետեւաբար մնացած բոլորը գարուչի մատերիալ, ռասխոդնի մատերիալ են այդ խնդիրը լուծելու համար։ Եվ իր թիմակիցները, եւ մեր պետությունը, եւ ընդդիմությունը ինքը լուբոյն փուրնա տալու, որտեղ իր հիմնական ստավկն սեփական վերարտադրությունն է։ Մնացած բոլորը իր աչքերում ռասխոդնի մատերիալ է։ Այդ ուժերը ընդդիմության դաշտում չեն խաղալու, նաեւ դա նկատի ունեի։ Մոտիկները գոնե աշխարհագրորեն։ Այստեղ ընդդիմությունը խնդրեմ ունի, խնդրեմներից մեկը հենց դա է։ Արտաքին աշխարհի հետ մենք լավ չենք կոմունիկացվել։ Այս ընթացքում լավ չենք կոմունիկացվել։ Լավ, Նիկոլը խանգարում է հանրապետականին ճիշտ կոմունիկացվելու, նորից փակելով Սերժ Սարգսյանի սեկտով 3 տարուց ավելա չի կարող որևէ բարձրագույն աստիճանի միջազգային բանի մասնակցի, օրինակը բերեմ, մենակ ԵԺԿ 3 համագումար ենք բաց տվել։ Այդ հələ լավ, ես որ դաժե ազատ էի կամ հիմա իրավունք ունեմ մասամբ մեկնելու, ես Սերժ Սարգսյան չեմ դառնա։ Ես չեմ կարող ուզում ես 10 հատ Մամիջանյան, 10 հատ Աշոտյան, 10 հատ Շարմազան հարթակային ելույթ այնտեղ է եղել են միջազգային ատյանները։ Միջազգային ելույթը եղել է Զագրեբում 19 թվականի, իսկ վերջին իր միջազգային այցը եղել է 20 թվականի մարտ, էլի Բրյուսել էր եղել։ Նախորդը Զագրեբ էր, սա Բրյուսել էր։ Դոնալդ Տուսկի հետ հանդիպման նկարը դա էր վերջը։ Մնացածը ստեղ ասա լոկալ հանդիպումներ են, եվրոդեպուտատներ են գալի, դեսպաներ, բան, բայց այս սախի եմ ասում, ձեր հարցին ի պատասխան ընդդիմությունը խնդիր ունի վերակոմունիկացվելու, խնդիր ունի բոլոր կողմերի հետ նկատի ունի։ Բոլոր կողմերի հետ, եւ ես դրա համար Մոսկվան ես միշտ պարզ ասեմ, միշտ Մոսկվայի բան չի ասում, այս ինչը շփվեց Կիրիենկոյի հետ, այն ինչը եկավ այնտեղ, այն ինչը Դաբրո ունի, այն ինչը Կրեմլի, չգիտեմ, վարորդին էր տեսել գարաժի բան։ Խոսույթի տարածողները, բան իրական կրողները ովքեր են այդ ինֆորմացիայի, ակնհայտ է, չէ՞ որ դուք ձեր վերած օրինակները ընդգծում են իմ ասած գնահատը, քանի որ սխալ են կոմունիկացվում։ Սխալ են եւ Ռուսաստանի հետ, եւ Արևմուտքի հետ սխալ են, եւ դրա համար տեսեք Քոչարյանի արտազրույցի հետ կապած ասացի, չէ՞ որ երկու դրվագ կար վերջի իր մեդիա ակտիվության մեջ, երկուսն էլ Արևմուտքի հետ կապած, ես դա նորմալ եմ։ Օրինակ խաղաղությունը կարող է երաշխավոր 3 պետություն, չէ՞, ոչ միայն 3 պետություն, ասում են նույն բանը ստորագրենք, բայց գառանցաներով։ Մինչև այդ էլ ասում է նորմալ է, այդ վերակոմունիկացնել անստամենը հաստատում է իմ անալիզի ճշմարտացիությունը։ Նարեկին մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ հարցազրույցը Տակեր Կարլոսին դրա մասին է։ Այդ նորմալ է։ Այդ ճիշտ ուղու հատկանիշներ են, հա, ձեզ։ Պրոարև, էս էլ ասեմ ու գնամ։ Պրոարևմտյան վեկտորը իրական, ինձ չի հետաքրքրում ոնց կգնահատի իմ այն խոսքերը, ճշմարտությունը դա է, չի ենթադրում Հայաստանի պարագայում ապազգային քաղաքականություն։ Այդ խի են մեզ Նիկոլենք եւ իրան սպասարկող այդ բաները խոպանչիները եվրոպական սուտի խոպանչիները, քաղաքական խոպանչիները խեն մեզ հրամցնում մի փաթեթի մեջ, որ մենք գնում ենք արևմուտք եւ հրաժարվում ենք ազգայինից։ Հրաժարվում ցեղասպանությունից, Արցախից եւ այլն։ Պլյուս հակառուս ենք դառնում, նաեւ հակառուս ենք դառնում։ Այդ փաթեթ չի, դու կարաս լինես աշխարհայացքով պրո-եվրոպական, բայց դա չի ենթադրում, որ դու ցեղասպանության ճանաչումից հրաժարվես, կամ Արցախի հակառակը, չէ՞ որ ցեղասպանության հետ կապված եզրույթը, երևույթը ծագել է Արևմուտքում, չէ՞ որ Լեռնային Ղարաբաղի հետ կապված առաջի միջազգային անդրադարձերից մեկը եղել է Սովետի վաղտ 88 թվին
Եվրոպարլամենտում, որտեղ ասում էր Եվրոպարլամենտը, որ հայկական սովետական սոցիալիստական հանրապետության տարածքում պետք է լինի։ Ի վերջո ազգերի ինքնորոշումով սովետը չի հորինել այդ տերմինը, արևմուտքը։ Չէ՞ որ ցեղասպանության ճանաչումը, ինչքան է Նիկոլը հիմա այդ պրոյեկտը գցում է KGB-ի ջեբը, այսպես ասած, պրիմիտիվության մի ուրիշ, շատ են զազրելիության աստիճանի բան։ 87 թվին Եվրոպարլամենտը ճանաչել է, այդ վաղ տալը սովետը էր, սովետը չէր ճանաչել։ Այո, կառուցել էին եւ սա պարզ էր։ Այսինքն ասածս ինչ է, որ նույն արևմուտքի կամ Ռուսաստանի այդ պարագայում կոմունիկացիայի խնդիրը պետք է նոր բովանդակություն ստանա։ Պրոեվրոպականությունը չի ենթադրում հակազգայնություն։ Ձեզ հիշեցնեմ Եվրոպարլամենտի 2021 թվականի ընդունված բանաձևերը, որտեղ 44 օրյա պատերազմից հետո այնպես բաներ է գրած, որ ԿՊ-ական այսօրվա ֆրակցիային դեմ տաս, վախից կլցնեն տակերը, որ Ադրբեջանը ռազմական հանցագործություններ արել, որ պետքա միջազգայինորեն հետաքննվի եւ պատժվի տարածաշրջան բայևիկներ բերելու բանը, այդպես բաներ է գրած։ Եվրոպացիները չէին ասել, չէ, всё, պրծավ։ Բորելը, սա կարող եք ստուգել, ուզում եք հղումներ հետո կդնեմ ձեր բանի տակ։ Բորելը 2020 թվականի նոյեմբերին, պատերազմից հետո տարածում է Եվրոմիության պաշտոնական տեսակետ, այդպես է կոչվում, official position of European Union, ոչ թե պրոստը Twitter-ը։ Գրած է, որ որի իմաստը հետևյալն է, Լեռնային Ղարաբաղի հարցը չի լուծվել, այդ խնդիրը պետք է կարգավորվի, այդ թվում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Այդ նույն բորելը չի։ Նույն բորելն է, որը տեսել է, որ դա Հայաստանը ներկայացնող երկրի ղեկավարի տանձին չի կներես։ Հետո հելել ասել ապրե Նիկոլը, առաջինն է ճանաչել ադր։ Դա նույն բորելն է։ Այդ խի պատերազմից հետո դաժե եվրոպացիները տեսնում էին Լեռնային Ղարաբաղի խնդրի շարունակություն, կարգավիճակի հարց, պատիժ ագրեսորին։ Թոք էին ուզում, կարող է իրանք էլ իրենց թոքն էին ուզում։ Եթե մտնես Նիկոլի պրիմիտիվ քարոզչության մեջ, հա, թոք էին ուզում փաստորեն, հա։ Այսինքն այս թեմաները շատ ավելի բազմաշերտ են, շատ ավելի խորքային են, իրականությունը շատ ավելի փաստարկված է, քան Նիկոլ Փաշինյանը իր քարոզչությամբ փորձել է սրբել տանել։ Եվ Սերժ Սարգսյանի հարցազրույցը, եւ պետք է շեշտել նաեւ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, երեք թեպետ ծավալով, կոնտենտով շատ տարբեր են, երևութաբանական իմաստով Նիկոլ Փաշինյանի կողմից ծածկադմփոց արվող թեման բացում են նորից, բացում են։ Նորից կրկնեմ, Սերժ Սարգսյանը իր հարցազրույցով Նիկոլ Փաշինյանին վերադարձրեց մեղադրյալի աթոռ։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր պատասխանների ու վերլուծության համար։ Հիշեցնեմ, կիզակետում այսօր Հայաստանի Հանրապետական Կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն էր, կիզակետի թողարկումներն ուշադրել տեսանյութեր դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Կհանդիպենք